Հայաստանը արդեն հիմա պիտի ունենար 5 միլիոն բնակիչ։ Եթե արտագաղթ չլիներ, ես չեմ խոսում ներգաղթի մասին, Հայաստանը իր բնական աճով արդեն պիտի ունենար գրեթե 5 միլիոն բնակիչ։ Հայաստանը պիտի ունենար 200 միլիարդ հնա։ Հայաստանը պիտի ունենար 15 միլիոն զբոսաշրջիկ։ Ինչու՞ չունի։ Որովհետև կառավարվել է անարդյունավետ, որովհետև իշխանությունները չեն եղել ռեալիստ, որովհետև չեն լուծել Արցախի հարցը, որովհետև բարեփոխումներ չեն արել, որովհետև հյուսիս-հարավ մայրուղին, որ պիտի 10 տարի առաջ կառուցված լիներ, հենց դեռ նոր են սկսում Սյունիքի ճանապարհը սարքել, որովհետև պաշտպանությունը պիտի բարեփոխվեր, կրթությունը պիտի բարեփոխվեր, շրջակա միջավայրի պահպանությունը պիտի կատարվեր, որ չի կատարվել։ Հայաստանը արդեն պիտի ունենար կառուցված ատոմակայանի բլոկ, որ ընդհանրապես խոսակցություն էլ դրա մասին չկա։ Արցախի հարցը պիտի լուծված լիներ փոխզիջումային ձևով դեռևս 20 տարի առաջ, Թուրքիայի հետ սահմանը պիտի բացված լիներ դեռևս 20 տարի առաջ, սեյսմիկ խնդիրը արդեն պիտի լուծված լիներ հիմա։ Երևանում գոնե պիտի կառուցված լիներ մի 10 հատ նոր մետրոյի կայարան, որ սկի կես հատ մետրոյի կայարան 96 թվից հետո չեն կարող սարքեն։ Մի քանի 100 հոգի, որոնց կաշառակերությունը հայտնի է բոլորին, պիտի ցմահ դատապարտված լինեն, որ դատապարտված չեն, հիմա ազատման են գալի։ Մինչև միլիոն մարդ պիտի ներգաղթեր Հայաստան, որը բնական կլիներ, որտեղ Հայաստանը 100 տարի չի ունեցել անկախություն։ Տրամաբանական էր, որ պիտի բազմաթիվ երկրներից, հատկապես Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից, Իրանից եւ նույնիսկ Եվրոպայից ու Ամերիկայից ու զարգացած երկրներից հայերի մի զգալի մասը հետ վերադառներ Հայաստան, ինչպես հրեաները գնում են Իսրայել։ Չեղավ դա։ Հայաստանից գնացին այդ երկրներ։ Արդյոք այս տենդենսը հնարավոր է փոխել։ Այո, այս տենդենսը հնարավոր է փոխել։ Եթե Հայաստանի ժողովուրդը ընտրի այնպիսի իշխանություն, որը ոչ միայն կոռումպացված չի լինի, այլ նաև ունակ կլինի, ունակություն կունենա խնդիրները հերթով լուծելու։ 5-ից 10 տարում Հայաստանը կարող է դառնալ մոդեռն երկիր, կարող է մրցակցել եվրոպական զարգացած երկրների հետ 5-ից 10 տարում։ Դա հնարավոր է հիմա, դա հնարավոր չէր 30-40 տարի առաջ։ Հիմա աշխարհը փոխվել է, եւ դրա պատճառներից մեկն այն է, որ եթե զարգացած երկրները քայլ-քայլ են հասել այս վիճակին, թեր զարգացած երկրներից, Հայաստանը թեր զարգացած երկիր է, կարող է բաց թողնել այդ քայլերի զգալի մասը եւ թռիչքային զարգացում ունենալ։